Ողջույն բոլորին, մենք սկսում ենք նկարել համեմատություն iPhone 17 Pro Max-ի ու Samsung Galaxy S26 Ultra-ի կամերաները։ Որն է լավ, որն է վատ, որն է սիրուն, առանց ինչ-որ настройки-ի, առանց ինչ-որ պրոֆեսիոնալ կարգավորումների եւ այլն։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր Zutec ալիքին, գնացինք։ Էս ինչ էր։ Իտակ, ինչից կարանք սկսենք։ Քանի որ ես վիդեոգրաֆ եմ, ինձ իրականում ամենառաջին հետաքրքրում է վիդեոյի բաժինը, այս հեռախոսների մեջ, իսկ ավելի կոնկրետ ստաբիլիզացիան, որ հեռախոսը ավելի լավ կստաբիլիզացնի վիդեոն, եթե օրինակ ես քայլեմ ու ասած լավ շարժեմ այս հեռախոսները։ Ստուգենք, ես դնում եմ Ultra HD 30 frame rate FPS, այս նույնը դնում եմ ես iPhone-ի վրա։ Եվ հիմա մենք այս հրաշալի ազատության հրապարակով կքայլենք եւ կստուգենք մեր կամերաները։ Rec, գնացինք։ Ինձ շատ հետաքրքիր է հիմա sense մտնենք։ Wow, վատ չի։ Հիմա փորձում ենք վիդեոն նկարել վազքի մեջ։ Տնանք այդ պարագայում ոնց ցույց կտա իրան ստաբիլիզացիան։ Միացնում ենք Ultra HD 30, այո, դնում ենք 4K 30։ Ասենց ասեմ, հիմա ինձ երկուսի վրա էլ դուր է գալի, ու Samsung ավելի լավ է պահում ոնց որ iPhone-ի շարժումները ավելի ռեսկի են։ Так, իսկ հիմա մենք կփորձենք նկարել ֆոտոյի տարբերակը։ Քանի ստենք, մի հատ օպերան նկարենք։ Ավելի շատ ոչ թե պետք է ընտրես իր մեգապիքսելներով, այդ քանակով, իր սուպեր ուլտրա ինչ որ բաներ ունի, դրան մի նայեք։ Ավելի լավ է նայեք, որ հեռախոսի, օրինակ ֆոտոյի գույները ձեզ ավելի շատ է դուր գալիս, որովհետև իրականում ճաշակի հարց է։ Ինչ որ մեկին ավելի դուր է գալիս, երբ որ հեռախոսի մեջ դետալիզացիան ավելի լավն է, հեռախոս կա, որի մեջ գույներն են ավելի սոճնի, так что իտոգում էլի դուք եք ընտրում։ Դնում եմ ֆոտո, էլի ոչ մի հատուկ ռեժիմ չեմ դնում։ Ու հենց տեղել միանգամից 0.5-ով փորձենք։ Samsung Galaxy S26 Ultra-ի մոտ 0.5 չկա, իր մոտ 0.6 է, իսկ iPhone-ի մոտ 0.5 է։ Այսինքն լագիշնի է, որ iPhone-ինը իր 0.5-ով ինքը ավելի շատ տարածք է վերցնելու ֆոտոյի մեջ։ Նկարելով կիչնենք հյուսիսայինով ու համել էլի կստուգենք ստաբիլիզացիան ու կստացի ես կդնեմ 0.5 տարբերակը պլյուս ասեմ որ այս վիդեոյի մեջ լինելու են հատվածներ մեր առաջին նկարանումից որ պրավալ է գնացել так что որ ինձ տենակ ուրիշ շորերով ու ընդեղ iPhone-ը կստացի գազարագույնը չզարմանա ես գիտեմ ինտերնետում դուք հաստատ տեսել եք ուրիշ տարբերակներ որտեղ որ հեռախոսները ասես դաժե 3 հատ իրար կողմ դնում են բայց ճիշտ ասած դրա ժամանակը չկար այդ պատվիրելու եւ այլն սպասելու մենք sense բան հնարեցինք իսկ եթե ուզում եք որակը բարձրացնեք մեր ռոլիկների, ապա բաժանորդագրվեք մեր Zutec ալիքին, դրեք լայք, սխմեք զանգակ, դուք մեզ կօգնեք իրականում շատ։ Ես հենց հիմա որ նայում եմ կադրերին, Samsung-ը իրոք շատ լավն է գնում, լուրջ եմ ասում, ընդհանրապես ոչ մի ձեռք չկա։ iPhone-ինը ես տեսնում եմ, որ իրոք ինչ-որ շարժումներ կա միկրո, չգիտեմ, Samsung-ը ի զարմանս ինձ իրոք շատ լավն է։ Գույների մասով Samsung-ի այդ կոնտրաստն է շատ լավը, էլի դուրս գալիս է։ iPhone-ինը մի քիչ ավելի բաց է։ Չգիտեմ, որ մեկն ավելի ռեալին մոտ, բայց ոնց որ հիմա որ sense նայում եմ էկրաններով ոչ մեկն էլ ռեալին մոտ չի իրականում, մեկը շատ մթոտ է, մեկը շատ լուսավոր է։
Նայեք, Samsung-ը ունի 8K ռեժիմ, որտեղ որ տենց ուժեղ որակով վիդեո է լինելու։ Ինքը բնականաբար շատ տեղ է զբաղացնելու։ Ու այդ նույնը նաև կա iPhone-ում, որ կոչվում է ProRes։ Այնքան շատ տեղ է զբաղացնում, որ ավելի լավ է նկարելուց առաջ մի հատ SSD միացնեք ձեր հեռախոսին, նոր սկսեք նկարել։ Հիմա նկարում ենք zoom-ով, օրինակ այն վերևի հատվածը։ Մի հատ սենց պտույտներ անենք, տեսնենք էլի որ ավելի լավ կպահի։ Ասում եմ Samsung-ինը շատ լավն է աշխատում։ Բայց իտոգում մոնտաժի ժամանակ մենք մենակ կհասկանանք ով ավելի լավ աշխատել։ Միշտ երբ որ ինչ-որ վիդեո եք նկարում, պարտադիր նկարելուց հետո մի հատ ստուգեք։ Ընդհանրապես զապիս եղավ, զապիս չեղավ, ոնց եղավ։ Շատ կարևոր է դա։ Այն մարդիկ, ովքեր որ պլանավորում են content creating-ով զբաղվել, իրենց միշտ խորհուրդ են տալիս օգտագործել iPhone։ Բայց ավելի լավ այս վիդեոն նայեք ու հասկացեք, միգուցե Samsung-ն ավելի լավ։ Շատ կարևոր է թե դու ինչ ես նկարում, ոնց ես նկարում, ինչ լուսավորությունով ես նկարում, այդ առաջնայինը։ Մարդ կար iPhone 13 Pro Max-ով ավելի լավ նկարի, քան դուք iPhone 17-ով, եթե չիմանաք այդ ամեն ինչը։ Անցած անգամ որ նկարել ենք շատ արևոտ էր, շատ կայֆ էր, լիքը մարդ կար քաղաքում։ Եկեք սենց անենք, մի հատ կոմենտներում գրեք, թե դուք ինչ եք նախընտրում, Samsung թե iPhone։ Բարև ձեզ, ուրեմն ես Գյորգին եմ եւ մենք YouTube-յան վիդեո ենք նկարում ու համեմատում ենք Samsung-ի ու iPhone-ի կամերաները։ Շատ հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը, որ կամերայի գույները ավելի հաճելի են ձեր աչքին։ iPhone, Samsung։ Իմ աչքին Samsung-ը ավելի հաճելի է։ Հա? Իսկ դուք ինչ եք բռնում? iPhone Air։ Միգուցե մտափոխվեք եւ սկսեք օգտագործել Samsung Galaxy S26 Ultra։ Չէ, հաստատ չէ։ Իսկ ինչի՞։ iPhone ավելի շատ եմ սիրում, բայց այս պահի դրությամբ ուղղակի գույներին ինձ ավելի Samsung-ի դրում։ Դուք տեսել եք iPhone Air-ի մեր վիդեոն Zoot Tech-ին follow եք։ Այո։ Այո։ Մենք ունենք առանձին վիդեո iPhone Air-ի մասին, ով չի տեսել, սխմեք լինքով եւ մի հատ նայեք։ Հիմա փորձում ենք նկարել selfie վիդեոյի տարբերակով, ցույց տամ ձեզ, տեսնեք որն ավելի լավ է։ Так, հիմա վիզուալ նայում եմ, ինձ հիմա այս տարբերակով չեմ կարող ասեմ որն է դուր գալիս ավելի շատ, կարծում եմ iPhone-ինը, իսկ iPhone-ը ավելի է փափկացնում գույները, կստացի iPhone-ը ոնց որ ավելի շատ է վերցնում, ավելի շատ բան է մտնում կադրի մեջ, իսկ Samsung-ինը քիչ է։ Ձեր կարծիքը մենք համեմատություն ենք նկարում iPhone 17 Pro Max-ի ու Samsung Galaxy S26 Ultra-ի կամերաները։ Ձեր աչքով, որ հեռախոսի գույներն են ավելի լավը։ Մարդու վրա բախի։ Մարդու վրա էս։ Մարդու վրա էս։ Իսկ բնության վրա S-ը, այսինքն iPhone-ը։ այո, բնության վրա էս։ Samsung-ը։ Շատ շնորհակալություն։ Իդեպ, եթե ձեզ կարա հետաքրքրի ավելի մանրամասն նկարանումներ, այսինքն ավելի մանրամասն կարգավորումներ կամերաների վրա, կարաք հանգիստ կոմենտներում գրեք ու մենք սկսենք այտենց տարբերակել նկարել, այսինքն ինչ ճիշտ կարգավորումներ կարելի անել տարբեր ժամանակահատվածներում, գիշերը, չգիտեմ, լավ արևով, վատ արևով եւ այլն։ Հանգիստ կոմենտներում գրում եք, մենք տեսնում ենք ձեր կոմենտը, հասկանում ենք, որ ձեզ դա պետք է եւ դուրս են գալիս նկարելու։ Ձևա գալիս արդեն։ Ուրեմն, փաստորեն iPhone-ը selfie-ին պորտրետով միանգամից հետևը բլուր է անում։ Բանն էլ, Samsung-ն էլ բլուր է անում, iPhone-ը ավելի շատ է բլուրում հիմա հետևս, Samsung-ը չէ։ Բայց Samsung-ի դեպքում իր background-ի բլուրը ավելի բնական է, քան iPhone-ինը։ Selfie-ին պորտրետ տարբերակով ես ընտրում եմ ըստ ինձ, իմ սուբյեկտիվ կարծիքը, ես ընտրում եմ Samsung-ը։ Իսկ սովորական selfie, սովորական ռեժիմով ես ընտրում եմ iPhone-ը, որովհետև ավելի լայն է նկարում։ Վերջ, այսօր այսքանն էր, գրեք կոմենտներում, ձեզ դուր եկավ այս վիդեոն, թե չէ։ Իսկ եթե ուզենաք ավելի մանրամասն կարգավորումներ ձեր կամերաների համար, թե Samsung-ի, թե iPhone-ի համար, կոմենտներում գրենք եւ մենք մի հատ էլ տենց վիդեո կնկարենք։
follow-եք մեր զուտ տեկի ալիքին, կոմենտներ գրեք, լայքեք, զանգակ ու այդ ամեն ինչը մեզ շատ կօգնի։ Իսկ դες դժվար չի։ Հաջողություն։